Ղազարյան impeachment-ի գործընթացի մասին կուզենայինք խոսել, Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջադրում, կողմ եք թե դեմ նրա թեկնածությանը։ Հարցը ձևակերպեք ավելի Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մարսից քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ինչպես եք վերաբերվում դուք։ Թույլ կտաք ձեր հարցի մեջ մի հատ բառ ավելացնեմ։ Պատիվ ունեմ խմբակցությունը Եվս առաջարկել է վարչապետի եվս բառը կարելի է ավելացնել։ Շնորհակալություն։ Որովհետև, ինչպես գիտեք, պարոն Ասլանյանը եւ ես առաջարկել էինք հանդես եկել նախաձեռնությամբ եւ պարոն Էդմոն Մարուկյանին ներկայացնել որպես վարչապետի թեկնածու impeachment-ի գործընթաց սկսելու համար։ Հիմա մենք դեռևս չեն միացել մեր գործընկեր պատգամավորներից, բայց այո, իմացանք, որ պատիվ ունեմ խմբակցությունը նույնպես հանդես է եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ում ես ճանաչում եմ բավականին լավ եւ բավականին լավ կարծիք եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը եւ այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք։ Այս դա նշանակում է, որ դուք եւ պարոն Ասլանյանը չեք միանալ։ Այո։ Իսկ ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, թե պարտադիր ձեր թեկնածուին առաջ տալը։ Մեր նպատակը, մենք երկու նպատակ ենք հետապնդում։ Մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մյուսը 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուկյանի թեկնածությունը ամենանպատակահարմարն եւ ընդունելի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերների համար եւ Հայաստան դաշինքի համար եւ Պատիվ ունեմ դաշինքի համար եւ արտախորհրդանական շատ ուժերի համար։ Եթե դուք ասում եք, որ եթե կոնսենսուս չկա նրա շուրջ, ո՞րն է ընդունելի։ Դե կոնսենսուս չկա, ուրեմն նշանակում է process-ները այնքան առողջ չեն, որ այդ կոնսենսուսը առաջանա, որովհետև հարց է առաջանում, օրինակ Պատիվ ունեմ խմբակցության գործընկերները ինչու են անհանգստացած, որ Էդմոն Մարուկյանը լինի 7 ամսով վարչապետ։ Նիկոլ առաջին, Նիկոլ երկրորդ, 3 Նիկոլ, ըստ իմ սանդղակի ինչ կապ ունի։ Երբ որ ներողություն, հա բան չեմ ասում, աշխատել են իհարկե, եւ հենց այդ աշխատելու հանգամանքն է բերում այն համոզման, որ շատ ավելի հավանական է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից գործընկերներ միանան Էդմոն Մարուկյան, Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան եռյակին, քան նույն իմ կողմից հարգված Դավիթ Համբարձումյանին։ Եվ մենք ինչ կունենանք, մենք կունենանք 7 ամսվա ժամանակ, որի ընթացքում փաստորեն քաղաքացիական պայմանագիրը զրկված կլինի վարչական լծակներից եւ կներկայանա ժողովրդին իր ծրագրով Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրների լուծման իմաստով Հայաստան դաշինքը իր, Պատիվ ունեմը իր, մյուսները իրենց ծրագրերով եւ գնանք ընտրությունների։ Հենց այդ է նպատակը, եթե մենք ուզում ենք որ գնանք եւ լեգիտիմ հասնենք իշխանություն ձևավորենք, բայց եթե դա ընդունելի չի եւ ուզում են անպայման որ իրենց թեկնածու լինի, ապա այստեղ լիքը հարցեր առաջանում։ Դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագրի համար Էդմոն Մարուկյանը ավելի նախընտրելի թեկնածու է, ավելի կոնսենսուսային։ Բա բնականաբար։ Դուք ունեք զրույցներ ԿՊԱ-ականների, ովքեր ասել են, որ կողմ կքվեարկեն Էդմոն Մարուկյանի թեկնածությանը։ Քանի հոգի են կամ գոնե նրա ձայները ոչ դեռ այդքան չեն, բայց դե բան տենդենսը շարունակական է։ Բայց այդտեղ չեք տեսնում խնդիր, որ փաստորեն ճիշտ են, որ Նիկոլ 2 է, հետեւաբար ԿՊ-ն Նիկոլ 2 չէ, 10 Նիկոլ է։ Ոչ թե Նիկոլ 2, այլ Նիկոլից 10 անգամ ավելի ուժեղ Նիկոլ է։ Բայց եթե այդ հանգամանքը ապահովում է բոլորին գնալ 26 թվականին արդար, մաքուր, թափանցիկ ընտրությունների եւ ձևավորել մեր նորագույն պատմության մեջ լեգիտիմագույն իշխանությունը, որը կլուծի ժողովրդի առասպետության տարածած խնդիրները, ինչ ված բան կա։ Բայց 10 Նիկոլին ոնց ընտրեն Փաշինյանի աշխարհի ամենաթափանցիկ մաքուր արդար ընտրություններն են լինելու։ Ինչ է անելու Մարուկյանը, եթե պատերազմից հետո։ Այստեղ ուրիշ հարց առաջանում արդեն, այդ մյուս հարցն առաջանում, երկրորդ ասպեկտը մեր նախաձեռնությամբ, որ մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես եւ հետեւաբար ինքը այսօր ի վիճակի չի Եվ հետեւաբար ասեք, դուք հարցերով դուք պատասխանեք։ Եվ հետեւաբար այսօր ինքը ի վիճակի չի լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են պետության առաջ։ Ինքը պետք է գնա հանգստանա մի քանի ամիս, նույնպես գոնե մի քանի ամիս հանգստանա եւ ներկայանա։ Զուտ փոխարինող։
Պարոն Աղազարյան, դուք նոր ասացիք, որ Էդմոն Մարուկյանը 10 Նիկոլ է, եթե 1 Նիկոլին դեմ են, 10 Նիկոլին ինչու պետք է կողմ քվեարկեն։ Նպատակի համար, որպեսզի 26 թվականին գնանք արդար մարգուր թափանցիկ ընտրությունների, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ այդ ձևավորված իշխանություն ամենալեգիտիմն է։ Այդ նպատակի համար 7 ամսվա ընթացքում ներողություն, 7 ամսվա ընթացքում Էդմոն Մարուկյանը ոչ մի բան բացասական իմաստով չի հասցնի անել, ասենք այդ դեպքում Դավիթ Համբարձումյանին ընտրեք։ Մանավանդ որ դուք էլ ասում եք, որ լավ եք տրամադրված։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իմ ունեցած բոլոր հարգանքները կշռած մի կողմ դրած, ես գտնում եմ, որ 95 թվականից հետո մինչև 18 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են, եւ այդ կեղծիքի շքերթի մեջ որոշները ունեցել են ակտիվ մասնակցություն, որոշները պասիվ մասնակցություն, որոշները պասիվ հանցագործություն, անտարբերություն։ Հետևաբար ես լեգիտիմ իրավունք ունեմ անհանգստանալու, որ կգա հին բարի ժամանակները եւ ելի կլինի փողով ընտրություն։ Չեմ ուզում դա լինի։ Պարշի։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնադիր է կեղծարարությունների։ Միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ կտրվածքով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատվածային է ճշմարտությունը սիրում ներկայացնել, ըստ նպատակահարմարության է սիրում ներկայացնել ճշմարտությունը, այսօր եկեղեցին Լևոնը գնացել է եկեղեցի, խփենք Լևոնին, վախենում է երևի Վազգեն Սարգսյանի մասին խոսա, վախենում է երևի Վանո Սիրադեղյանի մասին խոսա։ Իսկ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ միասին դրեցին հիմքը մեր բոլոր ձախողումների։